على التلميذ. Spazi. Marspet. وعدنا Marspet. Darmstadt. Manu Berek.
4 մետրանոց մարդակ։ Ես կողմից բուժտա։ Երկու արճասներ։ Գործողությունն են անում։ Միևնույն ժամանակ փոքր պայթյուններ անում։ Սցենարը հետևյալ հակառակորդը մեքենա։ Երեքից ուշացրեք, վախ։ Աննա, Կարակոլ բանը վերնա տրաշեն։ մարտական չի։ Ետեք, չվախեն։ Հոգեբանորեն Այստեղ խելո կանգնեք, այստեղ նայեք։ Ցուցադրական բաները։ Կանգնեք, այդտեղ կանգնեք նայեք։ Bitti şişe
Եղի լուսե պսակը, պիտի հավերժվի և քո շուրթերով։ Կոչնակներ, զարկեք զանգը տաճարին, թող մեր աղոթքը հասնի առ Աստված, և սուրբ զորությամբ հաղթական խաչի մեր հոգին ցնծա հավատով լցված։ Հավատով խաչի, եղիշ վարժապետ, երկինքը վկա, քո սուրբ անունը հավերժ կհնչի։ Ասում են, ժամանակը ամենամեծ վաճառականն է։ Մինչև մի բան չվերցնի, մի ուրիշ բան չի տա։ Այո, այն վերցրեց բազմաթիվ մարդկային կյանքեր, բայց կյանքը շարունակվում է, մենք նորից ոտքի վրա ենք առանց հենակների։ Մեզ այնքան հեշտ չէ կոտրել։ Մեր դարավոր թշնամին, հայոց օջախի կրակն ու հավատի ջահը մարելու գիշատիչ բնազդով լեցուն, լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ։ 2016 թվականի ապրիլ Քարորյա պատերազմում ցուցաբերելով անձնուրաց հերոսության բազում օրինակներ, արհամարելով վտանգն ու թշնամուն գերադասելով պատվավոր մահը անպատիվ կյանքից, մեր սահմանին կանգնած զինվորն ու հայ ժողովուրդը իրենց միասնականությամբ սանձեցին արունարգու թշնամուն, հաստատելով հայոց զինված ուժերի փառքը։ Գնացին մեր զինվորները, վախվորած աղոթքներով, աղջիկների տխուր հառաչանքներով, երազներով լցված։ Մի պահ տխուր կանգնեցին հայացքները անծանոթ հեռուներ սևեռելով և հանկարծ զգացին, որ մեծ են ուժեղ են։ Գնացին, որ աշխարհը խիղճը չկորցնի, որ մարդը մարդ մնա։ Նրանք գնացին իրենց հոգու խղճի պարտքը կատարելու։ Նրանք գիտակցում էին, որ մեռնում են վախկոտները, թույլերը, աննպատակ ապրողները։ Բայց երբ հայրենիքի, ժողովրդի և հարազատի սերն է քեզ պարգևում, կոչում, ինչ մահ, էլ մահնուն շունն է։ Գնացին նրանք ընդամենը 18, 19, 20 տարեկան էին, բայց կռվեցին հասուն մարդու պես։ Գնացին ու մի մասը չեկավ ու մնացին 18, 19, 20 տարեկան։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ պատերազմ գնացին։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ փառավոր հաղթեցին։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ վիրավոր ետ դարձան։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ այլևս չդարձան։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ զավակներ կորցրին։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ծնողներ կորցրին։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ շուրեցան ամուսին։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ունեցան կորցրին։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին եղբայրներ։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին ընկերներ։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին մանկություն։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ փրկեցին մանկություն։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ճակատում եղան քաջ։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ թիկունքում եղան քաջ։ Խոնարհվում եմ ես վերջապես նրանց առաջ, ով փրկեցին մեր անունը ու մնացին հավերժում։ Հպարտությամբ ու խոնարհումով հիշենք զոհված, գերեվարված հաշված բոլորին։ Նրանք հավետ կմնան Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Եկեք հոտնկայս խոնարհումով և լռությամբ հարգենք նրանց, ովքեր ընկան Քարորյա պատերազմում։
Սիրելի ապարանցիներ, սիրելի ներկաներ, հաղթանակի մեծ օր է այսօր եւ պատշաճ է, որ մինչեւ մենք ուրախությամբ նշենք Սարդարապատի, Ապարանի, Ղարաքիլիսայի, մեր Արցախյան հերոսամարտի հաղթանակը նախ եւ առաջ հոգեհանգստյան արարողությամբ աղոթենք այն բոլոր հայրենիների համար, թե անցյալում, թե մեր օրերում, որ իրենց կյանքը չխնայեցին, որպեսզի մենք այսօր խաղաղ, ազատ երկրում ապրենք։ Բոլորս ոտնքայս միասին բարձրաձայն հայր մերով սկսենք մեր հոգեհանգստյան արարողությունը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո, եղիցին կամք քո, որպես հերկինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզ իփորձություն, այլ փրկյաց մեզի չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս, ամեն։ Եվ սաղությանս Տերը աչեսու գնգալկեսույ ողորմյա։ Օրհնություն եւ փառք հոր եւ որդու եւ ոգուն սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից, ամեն։ Եղեցին ականջ քոյլը սելը զայնաղոթից իմոց, Ալելույա, Խաղություն, ամենեցուն, երկյուղացությամբ լվարում, սրբո ավետարանից Հիսուսե Քրիստոսե, որս հովանու, ողից Աստված մեր, ռոսում մեր, ասե Աստված, Տերն մեր, Եսուս Քրիստոս ասե, ամեն, ամեն ասեմ ձեզ, եթե ոչ հատն ծորենու անգյալ երկիր մեռանից ինքն միայն կա, ապա եթե մեռանից է, վազում արդյոն սարնե, խոս իրես
ցանցն յուր արցակեզնա, եւ որատյա ցանցն յուր աշխարհի սայսմիկ, եկյան սնավիտենականս պայեսեսը, եթե ոգսես պաշտիցես կնիմ եկեսը, եւ որ եսնեմ, ատ եւ պաշտոնյային իմ եղեցեն, եթե ոգսես պաշտիցը, ատվեցես նահայնիմ, իվերի Քրիստոս որդի Աստծո անոխակալ եւ բարեգութ գթա արարչական սիրովդ քո ի հոգիս հանգուցյալ ծառայից գոց մանավանդ ի հոգիս որ անկան ի սարդարապատ ի ապարան ի ղարաքիլիսա եւս առավել Տեր հիշյաս հոգիսն որ նահատակեցան ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքին վասն սիրույն հայրենյաց Իշյա հավուր մեծի գալստյան արքայության քո, արարժանի ողորմության, քավության և թողության մեղած, դասավորյալ պայծառացոն սուրբս քո աչակողմյան դասուն, զիդու ես Տեր և արարիչ ամենեցուն, դատավոր կենթանյայց և մեղելոց, և քեզ վայրը փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և ավիտյանս ավիտենից ամեն, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ երկինս ես, սուրբ եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, եղիցին կամ քո, որպես երկինս և երկրին, հրսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես և մեկ թողունք մերոց սպարտապանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի շարել, Զիքոյ արքայություն և զորություն և փառք ավիտյանս ամեն։ Սիրելի այորդիներ, շնորհավորում ենք ամենքիդ այս գեղեցիկ հաղթանակի տոնի առթիվ և մենք իբրև ժողովուրդ փաստել ենք աշխարհին, որ այն ժողովուրդը, որ չի ուզում մահանալ, այդ ժողովրդին հաղթել, ոչնչացնելն անհնար է։ Թող ձեր այդ ոգին աննկուն մնա, մեր լեռների պես, և Տիրոջ աչքը հովանի լինի ամենքիս։ Մենք միշտ պիտի մնանք աղոթող, մեր հայացքը առ Աստված, որպեսզի մեր երկիրը խաղաղ մնա, մեր երկինքը կապույտ լինի, և մեր զինվորները, ովքեր որ այսօր պաշտպանում են մեր հայրենի սահմանները, առողջ վերադառնան իրենց օջախները։ Տիրոջ սերը, ողորմությունը և խաղաղությունը թող լինի մեզ ամենքիս հետ, այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն։ Սիրելի հայ ժողովուրդ, սիրելի հաղթանակած ապարանցիներ, 98 տարի առաջ այս բարձունքում աշխարհազորը ապարանյան տոնեցին հաղթանակը։ Լեռներիդ պես ամուսյուն ես հայրենի տուն, ժայռերիդ պես ամրակուր ես, հարազատ շեն, իմ ապարան, ջան ապարան, զավակներդ հերոս դարձան, կռվի դաշտում հավերժացան։ Տղա աղջիկ շրջան կազմած, ահել ջահել պար են բռնել, հերոսներիդ գովքն են երգում,
իմ ապարան, ջանապարան, հողը պահիկ քաչ հայորդած, թուրքին քշիկ սահմանազանց, հերոսացակ, հավերժացակ, ապարանցիկ, քաչ լեռնեցիկ։ Թույլ տվեք Բաշ ապարանի ճակատամարտի հաղթանակի 98-ամյակի արարողությունը հայտարարել բացված։ Բացման խոսքի համար ձայնը տալիս եմ ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանին։ Մեծարգո պետական այրեր, հարգարժան հյուրեր, սերապարանցներ։ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բաշապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի 98-րդ տարելիցի կապակցությամբ։ Բաշապարանի հերոսամարտում մեր նախնիները ջախջախելով ներգ ու անարդ թշնամուն կասեցեցին թիկունքից Երևանին ու Սարդարապատին հարվածելու նրանց դավադի նպատակը։ Դրանով նրանք երկիր ու հայրենիք պաշտպանեցին, նպաստեցին հայոց պետականության վերականգնմանը։ Հայրենիքի սպանացող վտանգի պահին մեր ժողովուրդը անկախ քաղաքական հայացքներից միշտ էլ հանդես է բերել միասնականություն և իր խնդիրը լուծել հօգուտ լինելիության։ Այդպիսին էին Բաշապարանի հերոսամարտում, այդպիսին էին հայնական մեծ պատերազմում, այդպիսին էին Արցախյան հերոսամարտում, այդպիսին էին մեր օրերում։ Երբ մեր դարավոր թշնամին դարձյալ փորձ է անում խաթարելու մեր ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ անդորրը։ Արցախում ապրիլյան պատերազմը որպես հպարտության, հերոսության ու քաջության վկայություն մեր երիտասարդ սերնդի կենսագրությունը սրբագործեց հերոս նախնիների արիության ու փառքի կանչով պատմությունը դարձնելով հերոսապատում։ Մեր նախնիների և նրանց սերունդների կերտած հերոսական պատմության համար մենք հպարտանում ենք և մշտապես հիշում ու փառաբանում նրանց։ Այսօր մեր խոնարհումն ու երախտիքն ենք բերում և փառք տալիս բոլոր նրանց, որոնց արյան գնով նվաճվել են հայ ժողովրդի հաղթանակները։ Փառք ապարանի հերոսամարտի բոլոր մասնակիցներին, փառք մեծ հայրենականու բոլոր մասնակիցներին, փառք Արցախյան պատերազմում նահատակված հերոսներին, հավերժ փառք հայ ժողովրդի հաղթանակները կերտած բոլոր հերոսներին, տոնակատարության հարգելի մասնակիցներ, շնորհակալություն ձեզ, որ այսօր մեզ հետ եք և միասին նշում ապարանցիներիս արժանապատվության ու հպարտության խորհրդանիշը հանձնացող հերոսամարտի տարելիցը, բոլորիդ մաղթում եմ միասնականություն, սեր ու բարություն, խաղաղություն և նորանոր փառահեղ հաղթանակներ։ Ողջունի խոսքի համար ձայնը տալիս եմ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանին։ Շնորհակալություն, հարգարժան հյուրեր, սիրելի հայրենակիցներ, մենք ամեն տարի այս օրը հավաքվում ենք այստեղ նշելու Բաշապարանի հաղթանակի օրը, ինչպես նաև մայիսյան, տոնում ենք մայիսյան հաղթանակները։ 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծվեց առաջին հանրապետությունը, որը ձևավորվեց Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշապարանի հերոսամարտով, մեր հաղթանակներով։ Եվ այդ հաղթանակները մայիսյան շարունակվում են մինչև մեր օրերը։ Արցախի ճակատամարտ, ինչպես նաև ապրիլյան ատքարորյա պատերազմը ցույց տվեց մեր ժողովրդի ոգու ուժը, մեր միասնության ուժը, փառք մեր բանակին, փառք մեր զինվորներին, որոնք պահպանում են մեր Հայաստանի Հանրապետության սահմանը, հավերժ փառք բոլոր նահատակներին և մեր օրվա զինվորներին։
Ես առանցնակի ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեր հայրենակից եւ մեծ հայրենասեր Աղվան Գառնիկիչին, ինչ առումով, որտեղ այս մի քանի տարիների ընթացքում առաջի անգամ ես հիշում եմ, որ հավաքվեցինք շուրջ բարի համար։ Երկրորդը նա կառուցեց Տարերի այբուբենը, երրորդ Հայաստանի քրիստոնեության 1700-ամյակի առթիվ կառուցվեց 1700 խաչը, այդ մեծ խաչը եւ մի քանի եկեղեցի եւ որը կառուցվում է նաեւ այսօր։ Շնորհակալություն ձեզ Աղվան Գառնիկիչ, դուք ստեղծել եք մեր սերունդների համար պատմություն, որը կշարունակվի դարերով։ Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին, շնորհակալություն ելույթի համար։ Ողջունի համար հրավիրում եմ բանաստեղծ Հովիկ Հովեյանին, դիմավորեք։ Ժամանակի հեղինակն Արարիչն է, պատմության հեղինակը Զոհապարտը։ 1918 թվականին հայ մարդու մահը առաքելական որակներ է ձեռք բերել եւ արժեցել է ապագա։ Փոքրաթիվ մի ժողովրդի համար, որ 100-ամյակներ ի վեր չի ունեցել պետականություն եւ ինչ-ինչ վտակներով մասնակից է եղել աշխարհային քաղաքակրթության, ապարանի եւ մյուս ճակատամարտերի հերոսամարտը գիտակցորեն ու ենթագիտակցորեն վերածվել է ոչ միայն մահու կյանքի, այլև քաղաքակրթության, փրկության պատերազմի։ Փոքրաթիվ ժողովրդի ճակատամարտը սեփական տունն ու լույսը պաշտպանելու համար կրկնաչափվում եւ օժնվում է վերուստ։ Ելքը չի առնվում կասկածի տակ, թվում է թե ցնորամտություն է հավատալը, թե 100-ամյակների մոխիրը կարող է բողբոջել, սակայն իրոք կարող է ոչ միայն բողբոջել, այլև ահագնանալ, ծավալվել, հասնել մեր օրերը, մեր այսօրվա պատերազմ, Արցախի հրամատ, Վարդանանց մարտիրոսների ու Ձիրավի ճակատամարտի հերոսների զորակցությամբ, փառք տանք ապարանի աշխարհազորին, Դրաստամատ Կանայանին ու հայ զինվորին։ Ելույթի համար ձայնը տալիս եմ Լորված Ձոր հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանին։ Հարգելի հայրենակիցներ, ուղիղ 98 տարի առաջ այստեղից քիչ այն կողմ, որտեղ տեղի էր ունենում Բաշապարանի ճակատամարտը, թուրք հրամանատարը ասում էր իր զինվորներին, որ հաղթենք այս ճակատամարտը եւ մեզ համար բաց է դեպի Երևան տանող ճանապարհը։ Իսկ դեպի Երևան տանող ճանապարհը դա նշանակում էր պարտություն եւ Սարդարաբադում եւ Ղարաքիլիսայում։ Բայց այստեղ կանգնած ապարանցին, այստեղ կանգնած հայ զինվորը, այստեղ կանգնած հրամանատարները պահեցին մեր հող հայրենին եւ հաղթանակ տարան։ Եվ մենք այսօր ունենք մայիսյան հաղթանակները իդեմս Բաշ ապարանի, Սարդարաբադի, Ղարաքիլիսայի եւ այն փոքրիկ ճակատամարտերի, որոնք մղեցին հայ զինվորները եւ հաղթանակ տարան։ Մենք 98 տարի հետո ապացուցում ենք, որ գործել ենք մեր ոգուն էությանը ազգային լինելությանը հավատարիմ եւ մենք կարողացել ենք կրկին հաղթանակ տանել եւ այդ հաղթանակներով բազմապատկել այն հաղթանակները, որ մենք ունեցել ենք 98 տարի առաջ եւ ավելի քան վստահ ենք մեզանից յուրաքանչյուրը, որ զինվորները, ովքեր կանեցին թշնամու դեմ, միշտ հաղթանակած զինվորներ են։ Այսօր շնորհավորենք մեկս մյուսից, ասենք շնորհավոր լինի մայիսյան եւ բոլոր հայոց հաղթանակները եւ ասենք նաեւ, որ ապագան հայոց ազգինն է, հայոց պետականությանն է եւ մեր զարգացումներինն է։ Շնորհավոր բոլորիս այս հրաշալի տոնը։ Հարգելի ներկաներ, այս օրերին հայրենիքի համար իր կյանքը տվեց ազգությամբ եզդի Սիդար Ալոյանը,
Այստեղ է Սիդարի տատը, Զինա Մահոյանը, եւ ուզում է ողջունի խոսք ասել ձեզ։ Սիրով հրավիրում եմ նրան։ Հարգելի ապարանցիներ, շատ սիրելի իմ ապարանցիներ, ապարանի տարածաշրջանի, Ալագյազի, Դերեկի, Ջարջարիսի, Մուլքի, բոլոր երկու ենթաշրջանների ժողովուրդներին, մեր սիրելի հյուրերին, շատ հարգալից հյուրերին, այսօրվա հավաքը, այսօրվա տոնը, որ հավաքվել ենք, սրտի կսկիծով, 100-ամյա 198 տարի է, ողբում է հայ ժողովուրդը, հայ ժողովրդի հետ ողբում է նաև եզդի ազգը, որ թուրքական յաթաղանից կտրված, փախած, մազապուրած ապրում է Հայաստանի հողում և սրբության պայքարում հայոց հողը, ինչպես կպաշտպաներ իր մորը։ Սիրելի ապարանցիներ, իմ վիշտը ձեր վշտի հետ է, ես խոնարհվում եմ բոլոր զոհվածների առջև և բոլոր մայրերի ցավը վերցնում ինձ վրա, ես հույսով եմ այսուհետ այս երիտասարդությունը մեր ընտանիքը մենակ չի թողնի, այս զոհվածների ընտանիքին, ողջ հայ ժողովրդի զոհվածներին, նրանք ովքեր զոհվել են հանուն ազատության, չեն թողնի մենակ, սրանք մեր ապագան են, սրանք մեր արշալույսն են, սրանք մեր վերածնունդն են, այո, մենք նոր պետք է վերածնվենք, հանձինս հայ ժողովրդի, մենք էլ մեր լուման ունենք հայոց բոլոր ազգային ազատագրական պայքարում, բոլոր ժամանակներում ունեցել ենք մեր հերոսները, դա լինի Բաշավարանի պայքարում, դա լինի մեծ հայրենականում, դա լինի Արցախյան պատերազմում, մայիսը մեզ համար ազատության, սրբության օր է, խոնարհվում եմ դարձյալ ողջ մայրերի, այո, մայրերն են, որ կսկիծով տանում են այս ցավը, բայց և մայրերն են, որ դաստիարակում են։ Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Պաշտպանության նախարարին, որ այդ մեծ ցավի ժամանակ մեր կողքին էր։ Իմ տղան բարձրացել է դիրքի վրա և պայքարել դիվերսիոն գրուպայի դեմ, իսկ ադրբեջանական լրատվական միջոցները, թուրքական լրատվական միջոցները, սիրելի ապարանցիներ, ասում էին, որ նա տերորիստ է և բանվորական կուսակցությունից եկած զինվոր է, որ պայքարում է Հայաստանի համար։ Ոչ, նա Ալագյազում ծնված եզդի Սիդար Ալոյանն է, նրա դաստիարակները, բացի որ ես մայր եմ եղել, դաստիարակել եմ նրան իմ ոգով, Սուխուրթեցի Սոսեի ոգով, Այվազյան խանումի ոգով, որոնք նրա հերոսական շարավիղներն էին։ Նրա դաստիարակության մեծ լումա ունի նաև Գոր Վարդանյանը, Սմբատ Գևորգյանը և Արա Ավետիսյանը։ Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում եմ երաժշտական դպրոցի ողջ կոլեկտիվին։ Երեխան բազմակողմանի զարգացած է եղել, նա տարբերություն չի դրել եզդի կամ հայ, նրա համար միևնույնն է եղել, նա ստացել է և կրթություն, և դաստիարակություն, և մասնագիտություն։ Սիրելի ապարանցիներ, բոլոր դեպքերում եզդին ձեզ հետ է,
ուր էլ լինեք, որտեղ էլ լինեք, ինչ նեղության մեջ էլ լինեք, մեր ազգը ձեր կողքինն է։ Խոնարհվենք երկու ազգի հերոսների առջև։ Փառք հերոսներին, փառք հավերժական։ Սիրով ձայնը տալիս եմ Նիգ ապարան հայրենակցական միության պատվավոր նախագահ, պատվավոր ապարանցի Աղվան Հովսեփյանին։ Ուզում եմ դիմել բոլորիդ եւ ասել, իմ սիրելի ընտանիքի անդամներ, շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ։ 2 տարի հետո մենք արդեն մի դար պետականություն ենք ունենալու եւ կմոռանանք, որ դարերով պետականություն չենք ունեցել, արդեն մի դար պետականություն ենք ունենալու եւ դա ձեռք բերվեց նահատակների շնորհիվ։ Սա միայն իրավունք չի, սա նաեւ մեծ պարտավորություն է մեզանից յուրաքանչյուրի համար։ Հայրենասիրությունը խոնարհումը նահատակների առաջ, դա միայն զգացմունք չէ, դա միայն ցանկություն չէ, դա պատասխանատվություն է հենց այդ նույն նահատակների առաջ, պատասխանատվություն ու պարտավորություն, որ մենք մեր աշխատանքով, մեր ներդրումներով, մեր արած դրածով ամեն ինչ անենք, որ ծաղկեցնենք այն երկիրը, որի համար նահատակվել են նրանք։ Եվ դրանով ասենք, որ մենք ձեր արժանի զավակներն ենք։ Շնորհավորում եմ բոլորիդ, խոնարհվենք նահատակների շիրիմների առաջ։ Շնորհավոր։ Հարգելի եւ սիրելի ժողովուրդ, բոլորս դառնում ենք դեպի
հետախուզական գումարտակը ավարտեց իր ուսումնական պարապմունքը։ Bravo! Aç! Hıp! Kalk usta Hadi dur! Ha! Հրապարակը տրամադրում ենք հայաստանյան դուքեն Խումյանի ստորաբաժանումները վերադասավորել շարացման համար շարային քայլով մարշ Խնդրում եմ շատ արագ ազատում եք հարթակը։ Կոնովեն նկարեցի, թե միան խնդոս նկարի, ձերքը զայրան։ Տեսեք նկարում են իր ջետ է, լողավորության խնդրում են հետ եք, նկար են ամբողջ Շուլը թողոր կերուտան, արշավի հարված, կաչ կմերով, մենք ենք առաջ, շուլը թողոր կերուտան, արշավի հարված, մեր երակույնը, ամիշ պոպողա, խնրուս ու շախան, և հովում արցան, մեր երակույնը, ամիշ պոպողա, խնրուս ու շախան, Բիբլիական Մասիսի պես դուք միշտ խիզախ յոց սպանեք, ապիրում են
նրանց նայում էր մեզ, հարցրեց տխուր։ Յակս կտամ հայրենիքի, հոգիս աստծու պատիվսի, զենքս որ դու սերս մայրերի։ Շնորհակալություն։ Հայաստանում ծնված ամեն մի մանուկ հայրենիքից։ Thank you.
Ինձ մեռան զանգելու։ Ասես որտեղ ես ասի ուշարձան, իրանք հասան նկատած։ Ո՞վ չէ։ Քիչ ավտո ռուլի չէ։ Բրավո Ժողովուրդ ջան։ Միշտ հաղթանակներով։ Բրավո։ Նստում ենք Արմինե Հունանյանին, Նազանի անսամբլի մենակատար։ She not
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են։ Չգիտեմ, ինչու է այդպես։ Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է։ Չգիտեմ, ինչու է այդպես։ Հայաստան ասելիս հասակս ծաղկում է։ Չգիտեմ, ինչու է այդպես։ Հայաստան ասելիս աչքերս լցվում են։ Չգիտեմ, ինչու է այդպես։ Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է։ Հայաստան ասելիս էլ մահգում շունն է։ Կլինեմ, կմնամ այսպես։ Բեմահարթակը տրամադրում եմ Թեյմինե Թորոսյանին։ Կանգնիր մասիս։ Հայ է գալիս, Սամքիրը մասիս, հայ է գալիս, երկու դպրոցի պարային համույթ։ Անեք երեխեք։ Ձեր ծափողջունները դիմավորեք։
մեծացել ենք օտար կողերում, այստեղ սևան մասիսում այլ արած չեն տեսնում, մենք ծնվելու մեծացել ենք օտար կողերում, այստեղ սևան մասիսում այլ արած չեն տեսնում, բայց մեծերից շարանգել ենք կարոտ անսահման, այդ կարոտով պիտի գնանք հասնենք Հայաստան, հայերն ենք ու մեզ ողջ աշխարհը պիտի, հայերն ենք մեր ճամփան լույսն է հավատքի, հայերն ենք ու պիտի գնանք Հայաստան, շնացնենք երկիրը մայր Արարատյան, հայերն ենք ու մեզ ողջ աշխարհը պիտի, հայերն ենք մեր ճամփան լույսն է հավատքի, հայերն ենք ու պիտի գնանք Հայաստան, շնացնենք երկիրը մայր Արարատյան. Եկեք բարձր ծափողջուններով ոգևորենք բոլոր մասնակիցներին։ Բեմահարթակը տրամադրում եմ Ապարանի քաղաքային մշակույթի տան վոկալ խմբին։ Ղեկավար Լուիզա Վարդանյան, դիմավորեք։ Մենք ենք ու հողերը մենք
Եկեք բարձր ծափահարենք մեր հայոց բանակի փոքրիկ զինվորներին։ Բեմահարթակում է